Ամերիկացիները արդեն գիտակցելով եւ հասկանալով ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփը տեսնելով, որ արդեն չի կարողանում շարունակել այս պատերազմը հաշվի առնելով այդ պատերազմից ունեցած հետևանքները եւ վնասները, որոշեցին համաձայնվել հրադադարի։ Սակայն հաշվի առնելով պարոն Թրամփի անհատականությունը եւ նրա ունեցած բնավորությունը, ինչպես նաեւ նրա թիմի ունեցած առանձնահատկությունները եւ հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության թշնամի սիոնիստական ռեժիմի ունեցած նպատակները, կարծես թե մենք գործ ունենք մի մարդու հետ, ով երկմտում է եւ դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ոչ ճանապարհով շարժվել։ Ուստի եւ հենց այս պատճառով է, որ այն հուշագիրը եւ այն համաձայնագիրը, որ նախապես արդեն ստորագրվել է, մի քանի անգամ արդեն խախտվել է նրանց կողմից։ Հենց երեկ էլ խախտվել է նրանց կողմից խախտվել է այս համաձայնագրի 10-րդ կետը, որը վերաբերում էր Իրանի նավթին, որը պետք էր առանց պատժամիջոցների Իրանի նավթի վաճառքին, որը պետք է տեղի ունենար առանց պատժամիջոցների։ Սրա պատճառն այն է, որ Ամերիկան սովոր չէ այլոց հետ հավասարը հավասարի պես բանակցել։ Սովոր չէ հաշվի առնել նաև դիմացինի եւ այլոց շահերը։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչպես արդեն ցույց տվեց իր դեմ պարտադրված ապօրինի պատերազմում, որ երբեք չի հանձնվի, այս պատերազմում եւս չի այս բանակցություններում եւս չի հանձնվելու։ Եվ երբեք չի ենթարկվի եւ զոհը չի դառնա այն գործողությունների, այն քայլերի, որոնք նրանք իրականացնում են Իրանի դեմ։ Եվ նաև եւս մեկ հանգամանք, որ ապացուցում է, որ ցավոք սրտի դժբախտաբար նրանք չեն ճանաչում Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ սա ապացուցում է նրանով, որ ինքը պարոն Թրամփը զարմացել է այն բազմամիլիոնանոց ներկայացումից, որ մարդիկ ցույց են տալիս ՆԱՏՕ-ի հոգեվոր առաջնորդի հրաժեշտի արարողությունների շրջանակներում այս մեկ շաբաթվա ընթացքում նրանք եւս շոկի են ենթարկվել տեսնելով, թե Իրանի հոգեվոր առաջնորդը ինչքան սիրված է եղել մարդկանց շրջանում։ Ամեն դեպքում հաջորդ շաբաթվա համար պլանավորված բանակցությունները նախապես պլանավորված էին եւ սահմանված են եւ եթե որևէ այլ չնախատեսված որևէ իրադարձություն տեղի չունենա, դրանք 2 օրվա ֆորմատով տեղի կունենան եւ ինչպես նաեւ գիտեք, ի սկզբանե պայմանավորվել էին, որ մի process-ի շրջանակներով եւ 2 փուլի ֆորմատով կքննարկվեն հարցերը։ Հուսով ենք, որ խելամտությունը եւ ռացիոնալությունը կվերադառնա եւ իշխող կդառնա Սպիտակ տանը եւ նրանք իրենց պարտականություններին հավատարիմ կմնան։ Քանի որ Իրանը արդեն ցույց է տվել իր կամքը եւ ապացուցել է, որ եթե նրանք շարունակեն այսպես պարբերական կերպով խախտել պայմանավորվածությունները եւ համաձայնագիրը, ապա Իրանը կպատասխանի դրանց։